Եվրոպական քաղաքական համայնքի թվով 8-րդ գագաթնաժողովն ավարտվել է։ Միջազգային հարթակն այս անգամ հյուրընկալել է Հայաստանի մայրաքաղաքը։ Եվրոպական երկրների առաջնորդների եւ Եվրոպական միության ղեկավարների հետ միասին գագաթնաժողովին մասնակցել է նաեւ վրացական պատվիրակությունը, որը ղեկավարում էր վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Աշխարհաքաղաքական լարվածության եւ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Երևանում վրացական կողմը եւս մեկ անգամ ներկայացրել է միջին միջանցք նախագծում Վրաստանի առանձնահատուկ տարանցիկ դերը։ Կլոր սեղանի ձևաչափով Վրաստանի վարչապետը զրուցել է այն նախագծերի մասին, որոնք նախատեսված են երկրի տարանցիկ ներուժը առավելագույնս օգտագործելու համար։ Գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև հանդիպում Իրակլի Կոբախիձեի եւ Վոլոդիմիր Զելենսկու միջև։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմի սկսվելուց եւ Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո առաջնորդներն առաջին անգամ են դեմարդեմ զրուցել։ Երկխոսություն է կայացել նաև երկու երկրների առաջին դիվանագետների միջև։ Վրաստանի վարչապետը նաև զրուցել է Ֆրանսիայի նախագահի հետ, առանձին հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ Հաղորդակցություն է եղել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Երևանում անցկացված գագաթնաժողովին արձագանքում են նաև Թբիլիսիում։ Մեծ Բրիտանիայի եւ Ֆինլանդիայի համատեղ հայտարարությանը սոցիալական ցանցում արձագանքում է Վրաստանի խորհրդարանի նախագահը։ Լրատվամիջոցների ազատության կոալիցիայի համանախագահ երկրների Մեծ Բրիտանիայի եւ Ֆինլանդիայի համատեղ հայտարարությունը հրապարակվել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան էջում։ Երբ կարդում ես այս կեղծ պաթետիկայով լցված տեքստը այն դեսպանատան կողմից, որն արդեն 2 ամիս է փորձում է ոչնչացնել երկու առաջատար վրացական լրատվամիջոցներ, միայն մեկը գնահատական է առաջանում՝ կոկորդիլոսի արդյունքներ, գրում է Շալվա Պապուաշվիլին։ Այսօր Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում քվեարկության է դրվում Վրաստանի մասին 2025 թվականի զեկույցի նախագիծը։ Զեկուցողը եվրոպադգամավոր Ռասա Յուկնևիչենեն է։ Փաստաթղթում ներառված են նաև փոփոխություններ, որոնց համաձայն եվրոպադգամավորների մի մասը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի 3 հեռուստաընկերությունների՝ ԻՄԵԴ-ի, Post-TV եւ Rustavi 2-ի նկատմամբ։ Փոփոխության մեջ, որի հեղինակներն են Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի պատգամավորները, նշվում է. Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է ԻՄԵԴ-ի, Rustavi 2 եւ Post-TV-ի կողմից տարածվող համակարգային ապատեղեկատվությունը, զրպարտչական արշավները եւ թշնամական քարոզչությունը, որոնք գործում են որպես վրացական երազանք ռեժիմի դե-ֆակտո հաղորդակցական թև եւ ոչ թե որպես անկախ լրատվամիջոցներ։ Ընդդիմությունում հայտարարում են, որ այս փաստաթուղթը վրացական երազանքի վնասակար քաղաքականության արդյունք է, իսկ իշխող թիմի համար, ինչպես պարզվում է, նախագծի բովանդակությունը անակնկալ չի եղել։ Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաների ծնողները չեն դադարեցնում բողոքի ցույցերը կառավարության վարչակազմի մոտ։ Վերջին տարիներին շուկայում հայտնված բուժիչ դեղամիջոցների ներմուծումը Վրաստան, պետական ծրագրով ֆինանսավորումը եւ հետազոտությունների անցկացումը, այսպիսին է ցույցի մասնակիցների գլխավոր պահանջները։ Դյուշենի մկանային դիստրոֆիան գենետիկական հիվանդություն է, որը բնութագրվում է մկանների թուլացմամբ։ Այս ախտորոշմամբ երկրում ապրում է մինչև 80 մարդ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը հարձակվի ԱՄՆ-ի նավերի վրա, դրանց կվերացնի երկրագնդի երեսից։ Սպիտակ տանը անցկացված միջոցառման ժամանակ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Իրանի ռազմածովային ուժերը զգալի վնասներ են կրել։ Նրա խոսքով նահանգները կարող էին որոշ նավեր խնայել, սակայն զինվորականները նախընտրել են դրանք ոչնչացնել։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտից հետո բենզինի գները արագ եւ զգալիորեն կնվազեն։ Ախալցիխեի մունիցիպալիտետի Խակի գյուղում ընթանում է ներքին ավտոմոբիլային ճանապարհի վերականգնումը։ Ծրագրի շրջանակներում 1300 մետր երկարությամբ հատվածում կտեղադրվի բետոնե ծածկույթ եւ կկառուցվեն ջրահեռացման խողովակներ։ Աշխատանքները ֆինանսավորվում են տեղական բյուջեից։ Ճանապարհի բարեկարգումից հետո գյուղի բնակիչների համար կդյուրանա կապը վարչական կենտրոնի հետ։